Հայլույս գործարարիքին միացած մեր հարգելի հետևորդներ, ռադիո լսողներ, ռադիո դիտողներ, սա Թարմ ուղեղով զրույցն է եւ իմ զրուցակիցը այսօր դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, նախ շնորհավորում եմ անցնող տոները, պարոն Սուրենյանց, դուք ասուլիսից եք գալիս ձեր կուսակցության, ես այդքան ժամանակ չեմ ունեցել ամբողջությամբ հետևելու, կուզեմ ամփոփ ներկայացնեք այս ասուլիսը ինչի մասին էր եւ ինչ որոշում կայացրեցիք ի վերջո։ Շնորհակալ եմ, ես պատրաստվում են, չեն շնորհավորում, թերևս անցած ամենանվիրական տոների կապակցությամբ մեր ժողովրդին, մաղթում եմ իրական խաղաղություն եւ արժանապատիվ բարեկեցիկ կյանք։ Ես նախապես օրակարգ ունեի, որ պիտի կենտրոնանամ ընտրական գործընթացի եւ մեր կուսակցության դիրքավորման վրա, բայց այնպես ստացվեց, որ իրադարձությունները մեզանից առաջ ընկան եւ ասուլիսի սկզբնամասը նվիրել եմ թրիփին վերաբերող համատեղ հայտարարությանը։ Դա շատ հակիրճ է թեման, փակեմ, պիտի ասեմ, որ իմ մտահոգությունները միայն ավելի խորացան, երբ որ ես համատեղ հայտարարությունը գոնե պանցիկ ես բային հասցրել եմ ծանոթանալ, ծավալուն փաստաթուղթեր, որովհետև դա աշխարհակաղակական բալանսի խնդիրի չի լուծում, ճիշտ հակառակը, առաջին հերթին, այսինքն ինքը կոնկրետ աշխարհակաղակական շահերի սպասարկող նախագիծ է եւ միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով դժվար չի ենթադրել, որ դրան հակադրվելու են Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հնդկաստան, այսինքն էլի բավականին ազդեցիկ ու մեզ գործընկեր համարվող երկրներ։ Դե արդեն հակադրվում են։ Այո։ Սա մեկ, երկրորդը թրիփը էապես սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Ինչու՞։ Օրինակ այնտեղ պետական ֆունկցիայի օտարում է տեղի ունենալու մասնավոր օպերատորի։ Արդեն հստակ դոկումենտում հրապարակված երևում է։ Կարևոր մի բան կար, չէ՞, Եվ երկրորդը կոնսորցիումում Հայաստանի բաժնեմասերը շատ Այո, 25%։ 26 շատ խղճուկ են, ակնհայտորեն ստրատեգիական որոշումներ։ Դե Արադ Միրզոյանը դա մեկնաբանում էր որպես ներդրումների իմաստով, այսինքն ներդրումները Միացյալ Նահանգներից են։ Գիտեք, Արադ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը երկրագնդի վրա միակ մարտիկ են, որ այդ նախագիծը համարում են ներդրումային պրոյեկտ։ Նախագիծը առաջին հերթին աշխարհակաղակական պրոյեկտ է, շատ կոնկրետ։ Դրա մասին եւ Հակոբ Ֆիդանն է հայտարարել եւ Դոնալդ Թրամփն է հայտարարել։ Բացեք այսօրվա փաստաթուղթ, այնտեղ գրվում է տրանսկասպյան առևտրային երթուղու մասին, որը մեր ժողովրդին ավելի հայտնի է Միջին Միջանցք անունով։ Այս Միջին Միջանցքը հենց ինքնին ենթադրում է, որ կենտրոնական Ասիայի ռեսուրսները պետք է հասնեն Եվրոպա շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։ Կարծում եմ միայն այս հանգամանքը բավարար է, որպեսզի օրինակ Զվարթնոց օդանավակայանի ներդրումային ծրագրի հետ չամեմատվի դա, կամ Յոլա ջրի ներդրումային ծրագրի հետ չամեմատվի։ Երրորդը այնտեղ խոսք է գնում տարբերակված մոտեցումների մասին, երբ որ խոսում է ադրբեջանի քաղաքացիների, բեռների եւ մեքենաների տարանցման եւ լոգիստիկ հնարավորությունների մասին, դա շատ խոցելի փաստաթուղթ է Հայաստանի կենսական շահերին չհամապատասխանող այս ձևով, բայց երկու շատ կարևոր դրվագ կա։ Մեկն է, որ դրա իմպլեմենտացիայի հավանականությունը ես շատ բարձր չեմ համարում։ Ճիշտ այն պատճառով, ինչը խանգարեց նոյեմբերի 9-րդ կետի կենսագործման, այսինքն երբ որ աշխարհակաղակական մի կենտրոն խիստ շահագրգռված է, մյուսները դրան խանգարում են, միշտ հավանականությունը շատ փոքր է դրա իմպլեմենտացիայի, եւ երկրորդը ես հույս ունեմ, որ Ամերիկա-ռուսական գլոբալ համաձայնությունների համատեքստում ավելի բալանսավորված լուծում կարելի է գտնել թրիփին։ Թրիփ պլյուսը կարող է, այսինքն երբ որ ասում են պլյուսի նկատի ունեմ այն բաղադրիչների ավելացում այդ նախագծին, որը մեր ինքնիշխանությունը կուժեղացնի, եւ նաեւ պայմանական BRICS-ի անդամ երկրների շահերը հաշվի կառնի, որպեսզի մեր Սյունիքը կամ Հայաստանի տարածքը չդառնան աշխարհակաղակական շահերի բախման կիզակետ։ Ամենավտանգավոր բանը, որ թրիփի հետ այս ձևով, այս տեսքով թրիփը կարող է բերել, դա է։ Իսկ այդ եթե դու դառնում ես շահերի բախման ռիսկը, երբ որ այդ նախագծի մեջ լինում, ինքը ինստիտուցիոնալ խաղաղություն երաշխավորել չի կարող։ Բայց այս պարագայում էլի սուրճ օճել, ոնց որ ես անդադ ասում եմ Ռուսաստանի դեմ չի կարելի սուրճ օճել
այդ մեր բանակցածի հետևանքն է, նույն կերպ հիմա կասեմ Միացյալ Նահանգների դեմ պետք չի սուր ճոճել, որևէ մայրաքաղաքում մեղավոր չեն, որ քո բանակցողները օրակարգ չունեն եւ որպես կանոն տրվում են այն շահերին, ում հետ բանակցում են։ Անշուշտ կարելի է շատ ավելի նորմալ բալանսավորված լուծում գտնել։ Պարոն Սրանյանց, մի հետաքրքիր բան կա այս հանդիպման մեջ, որ Ալիևը չկար այս հանդիպմանը։ Ալիևը կարող է չլինել։ Դա ենթադրում է, որ այսինքն պատասխանատվության մեծ մասը եւ իրավասության մեծ մասը հենց Հայաստանին է պատկանում, այսինքն Հայաստանի տարածքով է այս ամենը տեղի ունենալու, հետո եթե 50-50 կլիներ կոնսորցիումը օրինակ եւ Հայաստանը մի շարք հարցերում վետոյի իրավունք ունենար, ձեր ասածը անշուշտ արդարացի կլիներ։ Ալիևը չկա, որովհետեւ Ալիևի բոլոր մտահոգությունները հաշվի առնված են կամ բոլոր դիտողությունները ներառված են Ամերիկա, այդ ասացի առանց խոչընդոտ տարանցումը, որը այլ ճանապարհների վրա այլ ռեժիմա գործելու, այդ ճանապարհի վրա այլ ռեժիմա գործելու։ Սա բայց գլոբալ իմաստով սա Հայաստանի ու Ադրբեջանի մասին չի, թրիպը ոչ էլ այս փաստաթուղթը։ Ըստ էության մենք մի քիչ լավ չենք պատկերացնում օգոստոսի 8-ին ինչա տեղի ունեցել։ Տեղի ունեցել գործարք Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների մեջ, որտեղ Հայաստանը բուտաֆորիայի դեր է կատարել։ Այսինքն դա առաջին պրակտիկ զոհ է այդ գործարքի Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Դա մեզ հաճելի է թե ոչ, Հայաստանը ստորագրություն է դրել հակաիրանական մի մեծ փաթեթի տակ։ Դրա համար հիմա բողոքները գալիս են։ Շատ լեգիտիմ են բողոքները, որովհետեւ գիտեք կա, եկեք ճիշտ հասկանանք, հա աշխարհը կա 1975 թվականին ընդունված ՀԱԿ-ը եզրափակիչ։ Պարոն մենք այսպես ասած կրակն ենք անկել հիմա, որ մենք տարածքով փոքր ենք, ուժեղ չենք, այսինքն բոլորի շահերը պիտի առաջնահերթ հաշվի առնենք։ Չէ, օրինակ նոյեմբերի 9-րդ կետը, եկեք հանուն արդարության խոսանք, բավականին բալանսավորված էր, որտեղ ինքը տարածաշրջանային ցնցումներ չէր առաջացնում։ Տարածաշրջանում չկար որևէ խոշոր խաղացող, որ նոյեմբերի 9-րդ կետի կարգավորմանը դեմ էր։ Բայց ինչ եղավ նոյեմբերի 9-ին։ Դե խանգարեցին արևմտյան ակտորները, օգտվելով Նիկոլ Փաշինյանի խոցելիությունից, կարողացան իրան տանել արևմտյան հարթակներ բանակցելու, ինչի հետևանքով մենք հատուցեցինք Արցախով։ Կամ դրա կործանմամբ, կամ դրա կորստով, ոնց կուզեք։ Փաստը մնում է փաստ։ Ասում եք կրակն ենք ընկել, պատերազմի հետևանքն է քաղում։ Եւ պատերազմի հետևանքից բայց մենք միշտ այս տարածաշրջանում ենք լինելու, հետեւաբար տարածաշրջանի առանցքային խաղացողների շահերին չհակադրվող քաղաքականություն տիվարես։ Իսկ հարևանները անում են նման կերպ մեր հանդեպ։ Գիտեք, ուժերի հարաբերակցությունն է որոշում, ով ինչքան պիտի նստի, հաշվի նստի հարևանի հետ։ Վենեսուելան չի կարող Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին առևանգել որևէ վարդագույն երազանքում, բայց հակառակը հնարավոր է։ Ուկրաինան չի կարող օրակարգ թելադրել Ռուսաստանի, բայց հակառակը հնարավոր է։ Դե ինչպես տեսնում եք, միջազգային իրավունք ասվածը այլևս չի աշխատում։ Բայց կա 75 թվի ՄԱԿ-ի ՀԱԿ-ի եզրափակիչ ակտ, որտեղ անվտանգության անբաժանելիության սկզբունք կա։ Որևէ երկիր իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իր անվտանգության համակարգը պայմանով, եթե իր որոշումների արդյունքում ռիսկեր չի առաջացնում հարևան երկրների անվտանգության համար։ Հիմա մենք Իրանի համար ռիսկ առաջացնում ենք թրիպով։ Առաջացնում է, Իրանը քեզնից ավելի մեծ պոտենցիալ ունեցող երկիր է, ուրեմն ռիսկ առաջանալու։ Շատ պարզ է տրամաբանությունը։ Նոյեմբերի 9-ը դրա համար է ես ձեր եւ այլ բազմաթիվ տաղավարներում շարունակ պնդում, որ նոյեմբերի 9-ը պարտված Հայաստանի համար ամենաբալանսավորված լուծումն էր։ Նախ դու պարտված կարգավիճակում ինչ-որ բան զիջում էիր, ինչ-որ բան ստանում էիր, այդ Լաչինի Միջանցք, Արցախ։ Երկրորդը ռեգիոնում չկար որևէ գերտերություն, Իրան Իսլամական Հանրապետություն, Թուրքիա, Ռուսաստան, որ այդ նոյեմբերի 9-ի կարգավորմանը դեմ լիներ։ 9-րդ կետին մասնավորապես, որովհետև ստատուս քվո ռեգիոնալ չէր ցնցվում այդ կարգավորման հնարավոր ռեալիզացիա։ Իսկ դու պարտավոր ես առաջին հերթին ռեգիոնալ ստատուս քվոն եւ ռեգիոնալ խաղացողների հետաքրքրությունները հաշվի առնել, որտեղ դուք շատ դիպուկ նկատեցիք, քո արևանների փոխել չես կարող։ Եվ գումարեք դրան, որ ազգային
Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Հարավային Կովկասը առաջնահերթություն չի։ Այսինքն ով որ ստեղ պրոյեկտ է իրականացնում, քո անվտանգության հավելյալ երաշխիքներ քեզ չի տալիս։ Իսկ ում համար է Հարավային Կովկասը առաջնահերթություն այս պահին։ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Դա մենք չենք որոշում, քարտեզն է։ Քարտեզ։ Ռուսաստանի մասով այլ բաներ են ասում։ Գիտեք, հայ արկածախնդրական միտքը այլ բաներ Ռուսաստանի մասին ասում էր նաև 20-րդ դարում։ Երկու անգամ հայ քաղաքական միտքը ծափահարել է Ռուսաստանի հեռացումը ռեգիոնից իբր։ Եվ իսկապես տակտիկական նահանջ եղել է 1917 թվականին եւ 1991 թվականին։ Իհարկե։ Կովկասյան պետությունը ո՞նց կարա Կովկասից հեռանա։ Դուք մոռացել եք, որ Կովկասի ավելի մեծ մաս գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, որը մեր լեզվով կոչվում է Հյուսիսային Կովկաս։ Կամ աշխարհագրորեն։ Բայց մենք նկատեցինք, չէ՞, որ ուժեղների ժամանակաշրջանը սա ու կարծես թե Միացյալ Նահանգները ավելի ուժեղ է, քան Ռուսաստանի Դաշնությունը։ Բայց դուք եք Միացյալ Նահանգների վերջին քայլերը այդ տրամաբանության մեջ նայել։ Ես որպես քաղաքագետ պատմաբան, որպես պրոֆեսիոնալ քաղաքագետ ավելի շուտ հիմա կարող եմ ձեզ այլ բան ասել։ Վերակենդանացումը Մոնրոյի դոկտրինը, որը ընդունվել է 1823 թվին եւ ի պատիվ Միացյալ Նահանգների 5-րդ նախագահի ունի Մոնրոյի դոկտրին անունը։ Մոնրոյի դոկտրինը ենթադրում էր ամերիկյան շահերի գերակայություն արևմտյան կիսագնդում եւ ենթադրում էր աշխարհ ազդեցության գոտիներով։ Հիմա վերակենդանանում է հենց այդ մոդելը եւ ազդեցության գոտիներ ստեղծել են նաեւ մյուս գերտերությունները եւ ռեգիոնալ լիդերները։ Հիմա այստեղ կատաղի պայքար կգնա Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև, թե օրինակ Հարավային Կովկասում ազդեցության գոտումը։ Միացյալ Նահանգները չի գալու այստեղ ազդեցության գոտի հաստատելու վստահաբար։ Մոնրոյի դոկտրին հենց դա է ընդհանրում։ Ֆորմալիզացվում է աշխարհը ազդեցության գոտիների բաժանելու բանաձևը։ Ուղղակի տարբերություն սառը պատերազմի մենք հիմա երկբևեռ աշխարհի հետ գործ չենք ունենալու, բազմաբևեռ աշխարհի հետ ենք գործ ունենալու, որտեղ պայմանական առաջիկան բարձրագույն խմբում կլինեն Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, մի քիչ ավելի թույլ քան առաջին երկուսը։ Երկրորդ շերտում կլինեն Հնդկաստանի եւ Թուրքիայի պես ռեգիոնալ լիդերները, որոնք կհավաքնեն իրենց մինի միջավայրերում այդ ազդեցության գոտին ստեղծելու։ Պայմանական ասած, Հայաստանի հայկական մադուրային գողացողը չի լինելու Միացյալ Նահանգները, փնտրեք Ռուսաստանի կամ հարևան որևէ երկրի մեջ։ Այդ երկրների ցանկում Միացյալ Նահանգներ, Հնդկաստան, Թուրքիա ավելի մեծ չի իրենց ազդեցությունը այս պահին քան Ռուսաստանի։ Մեր տարածաշրջանը ոչ, մեր տարածաշրջանը մշտապես արդեն մի քանի 100 տարի գտնվում է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի շահերի խաչմերուկում։ Բայց բանը փոխվել, բան։ Այդ երեքի մեջ է փոխվելու։ Հալավ Ռուսաստանը թույլաtsավ վակուումը լցնելու է Թուրքիան։ Ֆիդանի մի քանի օր առաջվա հարցազրույցը դուք չեք կարդացել երևի, կամ կարդացել եք։ Նա ասել է, որ 100%-ով ներդաշնակ են Թուրքիայի թուրքական օրակարգերը մեր ռեգիոնի մասով, նաև մի շարք այլ ռեգիոններ նշել ամերիկյան շահերի հետ, թարգմանեք այս հայտարարությունը դիվանագիտական բառապաշարից հանրամատչելի հայերենին կնշանակի, որ այս ռեգիոնում Թուրքիան համարվում է Միացյալ Նահանգների շահերի տրանսլյատորը, հետևաբար, եթե մենք մերժում ենք թեկուզ անկատար վատ, ծակ ռուսական անվտանգային համակարգը, ավտոմատ հայտնվելու ենք թուրքական զոնտիկի տակ։ Դե ակնհայտ է դա։ Դե վсё։ Դե հետևաբար, բայց ի՞նչ է ուզում իշխանությունը։ Գիտեք, իշխանությունը չի մերժում ռուսական այդ։ Հա, մեծ հաշվով այո, բայց այդ process-ը դեռևս ավարտված չի, որտեղ մենք ռուսական մտադրությունների մասին էլի վերջո միջավայր տեղեկացված չենք, եւ Ռուսաստանը այս պահին գտնվում է բավականին ծանր վիճակում ուկրաինական պատերազմի բերումով։ Մենք չգիտենք այդ պատերազմի ավարտից հետո։ Հա, այս պահին իրանք տակտիկական նահանջի մեջ են։ Բայց մեծ հաշվով այդ ժամանակ Արցախ կար։ Հիմա էլ կարմիր գծերը Ռուսաստանի կան, դերևս պահպանված, օրինակ բազաները։ Դե բազաների մասով։ Ինքը մենք չգիտենք ինչպեսի հակազդեցության կդիմի, եթե օրինակ օրակարգ կա իր բազաների հեռացման կամ թուրքական եւ իրանական սահմանից իր զորքերի հեռացման հարց։ Այդ ժամանակ մենք իր հնարավոր հակազդեցությունը կիմանանք։ Համենայն դեպս մի բան հաստատ իմացեք,
Սա ես վախեցնելու համար չեմ ասում, ռեալ պոլիտիկա այբուբենն եմ ասում։ Մի բան հաստատ իմացեք, մեր այրունը որպես ազգ, ժողովուրդ, ավելի կարմիր չի կամ վրացիների կամ ուկրաինացիների այրունը։ Դա միանշանակ։ Մասրենյանց երկու հարցել ես մասով, նախ ինչու հենց հիմա, կարծես թե շատ հրատապ տեղի ունեցավ այս հանդիպումը։ Որտեվ հենց հիմա Իրանի շուրջ ամերիկյան քաղաքականության ակտիվացում կա։ Այդ մասով արդյոք Իրանի հարցի շուրջ եւ տարածաշրջանում այս լարվածության մասով էլի բան քննարկվել է, որը չբարձրաձայնվեց։ Վստահաբար։ Եվ հայտարարություն տեսա, չեմ հիշի հիմա թե ով էր հայտարարել, որ այ մինչև 2030 թիվ թրիփը արդեն կգործարկվի։ Դա նշանակում է, որ ով է լինի իշխանության, պիտի հաշվի նստի թրիփը։ Ուրար Օղլուի հայտարարության մասին եք դուք ասում, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը, որ կարծեմ տենց բաներ ասել, այո, ինքն էր։ Էլի եմ կրկնում, ես շատ վստահ չեմ։ Այո, Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն ինչ այդ ուղղությամբ անում են, մասնավորապես թրիփի իր հատվածը կամ թրիփի իր հատվածը չէ, Նախիջևանին կապող ճանապարհի իր հատվածը Ադրբեջանը արդեն կառուցել է, Թուրքիան կառուցում է կարծիք դիր Նախիջևան երկաթգիծը 224 կիլոմետր երկարությամբ եւ իրենց հաշվարկներով այո, բայց միայն Թուրքիայի ցանկությունները քիչ են, այստեղ շատ բան կախված կլինի, ինչպիսի դինամիկա կունենան Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները եւ դա ինչ ազդեցություն կունենա մեր վրա, տարածաշրջանի վրա։ Սա մեկ, երկրորդը ձեր հարցին իհարկե ով էլ գա իշխանության, պարտավոր է հաշվի նստել այն իրողությունների հետ, որոնք ձևավորվել են։ Օրինակ, որ Սուրեն Սուրենյանցը գա իշխանության, իրեն թույլ չի տա խաբել ժողովրդին եւ ասել, որ Ղարաբաղը հետ են բերելու։ Կամ ես չեմ ունենա այն արկանծակտրությունը, որ խոստանամ չեղարկել թրիփը։ Կամ նոյեմբերի 9-ը, որ դարձյալ մնում է գործում, չէ՞։ Իսկ ինչ կանեք դուք։ Կփորձեմ բաղադրիչներ ուժեղացնել թրիփի, թրիփ պլյուս։ Օրինակ, կառաջարկեմ ամերիկյան կողմին կամ ակտիվ կբանակցեմ, որ թրիփը երկարաձգվի մինչև երասխ, այսինքն թրիփը երթուղին երկարի մինչև երասխ, որ գոնե Հայաստանն էլ հնարավորություն ունենա նույն ռեժիմով երասխով երթևեկել։ Բան Նախիջևանի տարածքով երթևեկել։ Իսկ եթե չհամաձայնեն։ Դե պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Ես գիտեմ, որ շատ աննպաստ պայմաններում են գտնվում, բայց մյուս կողմից լրիվ կորսված չեմ համարում Վաշինգտոնին ինչ-որ բան համոզելու հնարավորությունը։ Կամ զուգահեռաբար կբանակցեմ Մոսկվայի հետ, գուցե ավելի լավ պարամետրեր առաջարկեն, որպես էլի չեղարկված միջնորդ։ Կամ որ ամենաօբյեկտիվ ցանկալին կլինի, եթե ռուս-ամերիկյան ձնհալ լինի հարաբերություններում եւ նրանք ինչ-որ ընդհանուր հայտարարի գան։ Դե Ուկրաինայի հարցի շուրջ դա պիտի լինի։ Բանալին է այդ հարցը։ Ուկրաինայի հաշվի պիտի լինի, ավելի շուտ երևի տենց եք ուզում ասեք։ Դա ամեն թերևս մյուս տարի այս ժամանակները կլինի, թերևս։ Այս տարին ես սպասում եմ, կանխատեսում եմ պատերազմի ամենաբարձր էսկալացիայի փուլը։ Միշտ տենց արևածագից առաջ ամենախավարն է լինում։ Մեր մոտ չի գալիս այդ արևածագի պահը։ Տեսեք, ամենացանկալին կլինի, որ Հայաստանը ձերբազատվի այդ շատ բարդ երկընտրանքից Միացյալ Նահանգներ թե Ռուսաստան, եթե ինչ-որ գլոբալ համաձայնություններ Վաշինգտոնի, Մոսկվայի միջև լինեն, Հայաստանի որևէ ողջամիտ ու ռացիոնալ իշխանություն այդ պատահությունից անշուշտ կարող է օգտվել։ Պարոն Սուրենյանց, փակելով այս թեման, գանք ասուլիսին եւ վերջնական բոլորը կամ դիմության մի մասը պատրաստվում է ընտրություններին, ցուցակներն են վերջնականացնում կամ որոշում են թե ինչ ձևաչափով են գնալու, այ Հայաստան դաշինքը, Հայաստան խմբակցությունը կրկին նույն տեսքով է լինելու, կարծես թե դուք ինչ տարբերակ ունեք մասնակցության։ Գիտեք, ես երկու բևեռացված մտայնություն մերժում եմ։ Ուտոպիա եմ համարում միասնական ցուցակի գաղափարը, իսկ ես ռեալ պոլիտիկ դպրոցով անցած գործիչ եմ, հայկական ռեալ պոլիտիկի եւ ուտոպիստական առաջարկներ չեմ քննարկում որպես կանոն, ժամավաճառությամբ չզբաղվելու համար, բայց նաեւ ճիշտ չեմ համարի, եթե փոքր կուսակցությունները առանձին մասնակցեն ընտրություններին եւ փոշիացնեն էլեկտորալ ռեսուրսը։ Հետեւաբար ես տեսնում եմ 4-5 կոնսոլիդացիոն կենտրոն, որ կարող են դիմադիր դաշտում ձևավորվել։ Նաև բոլոր սորտ հարցումներն են ցույց տալիս։
4-5 կոնսոլիդացիոն կենտրոններից մեկը առաջարկ Հայաստանի ծրագիրն է, որը հեղինակել է Գագիկ Ծառուկյանը, առայժմ ֆորմատային լուծումներ չունենք, որտեղ չի քննարկվել եւ դրա փուլը չի առայժմ, բայց այդ ծրագրի կոնցեպտի շրջանակներում կաշխատենք այդ կոնսոլիդացիոն կենտրոնի մաս դառնալ, համապատասխան ֆորմալիզացիայից հետո էլի, որ առաջիկա 1-2 ամսում տեղի կունենա, այսինքն այդ առումով մեր դիրքավորումը բավականին վաղուց պարզ է, մանավանդ որ մենք Բարգավաճ Հայաստանի հետ ինստիտուցիոնալ համագործակցության շատ երկար տարիների փորձ ունենք։ Հասկանալի է, քանի օր է փորձում եմ այս հարցը քննարկել ու միշտ հարցերը այնքան շատ են, միշտ մնում է JD Vance-ի գալու հարցը կուզեմ մենք մի փոքր էլ քննարկենք, այլ ուրեր տարածվեցին այդ մասով ու Փաշինյանն էլ ճեպազրույցի ժամանակ ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց գալու լուրը։ Դուք ինչ եք կարծում դա մեծ հավանականությամբ նա գալու է։ Ամեն ինչ տանում է դրան, մասնավորապես Ռուբիո Միրզոյան հանդիպումն է։ Ակնհայտորեն նախապատրաստվում է մի հատ այս նշանակալից այց ռեգիոն կամ Հայաստան եւ ես ենթադրում եմ, որ եթե ֆորս մաժորներ չլինեն, այդ այցը տեղի կունենա։ Ֆորս մաժորը կարող է լինել Իրանի շուրջ ստեղծած իրավիճակը, որը գուցե խմբագրի գրաֆիկը, բայց թերևս ես համենայն դեպս ակնկալում եմ, որ այդ այցը տեղի ունենալ։ Ակնկալում եք Հայաստանից հարվածներ ամերիկյան կողմից, այսպես ասած, Իրանին։ Այսինքն Հայաստանը կարա ցանկացած իշխանություն, որ կգնա նման արկածախնդրության, նույն պահին ուղղակի պիտի իշխանության ղեկից հեռացվի։ Մենք որևէ աշխարհակահաղական կենտրոնի ֆորպոստը չպիտի դառնանք մյուսի դեմ։ Ժողովուրդը պետքա երկու ճշմարտություն սովորի։ Մենք Թուրքիայից եւ Ադրբեջանից բացի թշնամիներ չունենք։ Ես հակված եմ արժեքավոր բարեկամներ համարել թե Ռուսաստանին, թե Միացյալ Նահանգներին, թե Եվրամիությանը, իշխանությունը նրանց էլ թշնամի չի համարում։ Դե կարևոր քայլերն են եւ լոգիկան։ Եվ ես առավել եւս սկզբունքորեն դեմ կլինեմ, որ մենք դառնանք ինչ-որ մեկի սատելիտը մյուսի դեմ։ Հետևաբար Իրանի հայ-իրանական հարաբերությունները թե քաղաքակրթական, թե քաղաքական շատ ավելի երկար եւ ավանդույթներ ունեցող պատմություն ունեն, քան ամբողջ Միացյալ Նահանգների պատմությունը։ Հետևաբար հարևանությունը, բարեդրացությունը այդ կերպ չեն անում։ Հայաստանի առաջին 3 իշխանություններին հաջողվել է Միացյալ Նահանգների դիալոգ հաստատել, բայց հասնել նրան, որ իրանական кейսը կաշկանդված չլինի հայ-ամերիկյան հարաբերություններով։ Հուսանք, որ ընդհանուր հայտարար կլինի։ Հուսանք, հակառակ դեպքում վտանգները շատ մեծ են։ Եկեք այսպես ասեմ։ Որքան էլ որ մենք այլընտրանքային ճանապարհներ Ես համոզված ռեգիոնալիստ եմ եւ կարծում եմ, որ բոլոր լուծումների բանալին պետք է փնտրել առաջին հերթին ռեգիոնում։ Այո, ես քիչ առաջ Թուրքիային համարեցի թշնամական երկիր, բայց չի նշանակում, որ ես Թուրքիայի հետ հարաբերություններին դեմ եմ։ Ով է լինի Հայաստանում իշխանության եւ ինչպիսի քաղաքական նպատակակետ էլ ունենա այդ իշխանությունը, պիտի աշխատի վարել այնպիսի քաղաքականություն, որ չհատի այդ իր քաղաքականությամբ առաջին հերթին Ռուսաստանի, բայց նաեւ Իրանի եւ Թուրքիայի կարմիր գծերը։ Որտեղ ցանկացած պարագայում, եթե դու գնացիր նման քաղաքականության, այնպիսի ռիսկեր կծնես քո պետականության համար, որոնք կարող են պետականության ավարտի գույժ դառնալ։ Շատ լավ, պարոն Սարյանյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ Թարմուղեղով իմ զրուցակիցը Սուրեն Սուրենյանցն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, երկրորդ խոսափողի մոտ վաղը կրկին կհանդիպենք։ Լավ եղեք։